Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել։ Նա նաև հավելել է, երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում։ Երևանում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղասուլիսում Շտայնմայերն ընդգծել է, կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Գերմանիայի նախագահի խոսքով Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Խորհրդարանում հանդիպում է անցկացվում 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ծնողների եւ պետական պաշտոնյաների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկայ են արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այլ պաշտոնյաներ։ Քննարկումը դռնփակ է ընթանում, սակայն լրատվամիջոցներն արձանագրել են, որ այն լարված մթնոլորտում է անցնում։ Դահլիճից պարբերաբար բղավոցների ձայներ են լսվում։ Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի մի քանի ընտրատեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կլինի, հայտնել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Ըստ նրա 5 տեղամասերում անճշտություններ են բացահայտվել արձանագրություններում տրամադրվող նույնականացման կտրոնների թվի հետ կապված։ Տիգրան Ղազարյանը նշել է նաև, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմումներ առայժմ չի ստացել։ Դա հնարավոր կլինի անել մինչև ապրիլի 1-ը ժամը 11-ը։ Գյումրիի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը մեր քաղաքը ընդդիմադիր դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հետ բանակցություններ չի ունեցել։ Ղուկասյանը վերահաստատել է, պատրաստ է Գրիգորյանի հետ նստել եւ բանակցել։ Նա նաև նշել է, որ մինչ ընտրությունները ինքն էլ հայտարարել է, որ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայներ հավաքի, կմիանա իրեն, անգամ ոչ պաշտոնների ակնկալիքով։ Հիմա սպասում է Մարտուն Գրիգորյանի պատասխանին։ Թերան Թայմսի տեղեկություններով Իրանի հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստության վիճակի։ Ըստ պարբերականների տեղեկությունների դա արվել է ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունների ֆոնին։ Հիշեցնենք, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի նոր միջուկային գործարք կնքել, կենթարկվի աննախադեպ ուժեղ ռմբակոծությունների։ Փարիզի դատարանը 4 տարվա ազատ ազերկման է դատապարտել Ֆրանսիայի ազգային միավորում կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին Եվրամիության կողմից տրամադրված միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։ Պատժաչափի կեսը պայմանական բնույթ է կրելու, մյուս կեսը Լը Պենը կանցկացնի էլեկտրոնային թևնոցով տնային կալանքի պայմաններում։ Բացի այդ, դատարանը ազգայնական գործչին զրկել է առաջիկա 5 տարիներին որևէ ընտրովի պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Սա նշանակում է, որ Մարին Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։